ԵՊՀ-ում այսօր սուպեր համակարգիչ կա, որը գնվել է պետական միջոցներով։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում այսօր նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիներին ներկայացրել է պետության կողմից վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքները։ Մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել։ Այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է։ Փաշինյանը նաև խոսել է առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին, մասնավորապես վերհիշել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման process-ը, շեշտել դրա կարևորությունը, հատկապես տարեց բնակչության կյանքի որակի բարելավման հարցում։ 65 տարեկան պլյուս մարդիկ, որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում էին, այսօր մտնում են, վիրահատվում են, դուրս են գալիս, մի լումա չեն վճարում, իրանց պետությունն է իրանց համար վճարում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը նաև խոսել է թոշակների բարձրացման process-ից։ Նշել է, որ մի քանի անգամ իրականացված հավելումների արդյունքում կենսաթոշակը հիմա բավարարում է ոչ միայն սննդամթերք գնելու, այլև կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։